Բարև սիրելի բարեկամներ, եթերում Նոյոն Տապանի քննարկում հաղորդաշարն է, որի շրջանակում այսօր մենք զրուցելու ենք տաղավարում Լոս Անջելեսում բնակվող հայտնի բժիշկ պարոն Վաղարշակ Փիլոսյանի հետ։ Պարոն Փիլոսյանը, ինչպես գիտեք, վերջի շրջանում իր վրա վերցրել է որոշակի իմաստով լուսավորչական ֆունկցիա, խոսում է հայկական հարցի մասին, հայկական հարցի մութ և չխոսվող անկյուններն է վերհանում, ինչպես նաև քաղաքացիական ակտիվություն է դրսևորում, 60-ից ավել նամակներ է գրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, կոչ անելով վերադառնալ Վիլսոնի վիրավորար վճռին, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում անբեկանելի օրենքի ստատուս ունի։ Թե ինչպիսի վիճակ է այժմ և ինչով է այս վերջին շրջանը տարբերվում նախորդ շրջաններից, ես կխնդրեմ պարոն Փիլոսյանին ներկայացնել իր խոսքը, մենք ձեզ ցույց կտանք սլայդ շոու, ինչպես միշտ պարոն Փիլոսյանը սիրում է իր ասածները նաև իլյուստրացնել որոշակի նկարներով, որոնք փաստացի հանգամանքներ են, և ես հուսով եմ, որ հայ ժողովրդի միստվար զանգված անցալով պարոն Փիլոսյանի խոսքը կստորագրի են ստորագրահավաքի հետ մեջ, որը որ անց է կացնում պարոն Փիլոսյանը, և այդ ստորագրահավաքը, եթե ամեն հայից 10 հայից մեկը ուրեմն ստորագրեց, ապա դա կարող է շատ մեծ նշանակություն ունենալ հետագա քաղաքական ընթացքի մեջ և Հայաստանի կյանքում և ընդհանրապես աշխարհի քաղաքական ձևափոխումների մեջ։ Համեցեք պարոն Փիլոսյան։ Տիգրան ջան, ինքան լավ սկսեցիր, որ ինձ մնում է մենակ ասել, որ ուրախ եմ մեկ անգամ ևս քույրերի, եղբայրներին, բարեկամներին հանդիպելուց, վերադարձել ենք Երևան արդեն մեկ շաբաթ է, իհարկե նախապատրաստական աշխատանքներ էին կատարել և գլխավոր հարցն է ծագում, եթե ասում Աստծուն հանդիպես ինչ կուզենաս, ու ասում եմ ինձ մենակ ասում է թող ճիշտ ասի, հետո ինչ կուզենաս, ասում է ես կուզեմ ինձ բացատրի ինչ է սերը, ասում հետո ինչ կուզենաս, ասում կուզենայի որպեսզի օգներ ինձ ինչպես անեմ, որ մտքերս ճիշտ արտահայտեմ, լավ էլ ինչ կուզենայր, դե ասում այնպես անեմ, որ իմ քայլերս դրան բռնեն, էլ ինչ կուզենայր, դե ասում ես բոլորը կոչվում է առաքինություն, երբ քո տեսլականը, միտքդ, խոսքդ, քայլդ բռնում է իրար, սա մի այնպիսի ներքին աշխատանք է, որը պետք է դրա համար, երկրից դուրս գալ կամ երկրում մնալ, իմաստանալու ճանապարհը դա է, երկրորդ գիծը, որ ես կուզենայի ասել, որ մենք կոնե պիտի բարձրանանք Բուդդայի մակարդակին, Բուդդան ասում է, ով ինչ ասում է չհավատաս, ով ինչ պարտադրում է չհավատաս, եթե ընդ գրքում է գրած, էլի չհավատաս, բերում այդպես մի քանի օրինակներ, վերջում ասում, բայց եթե այդ կարդացածդ, լսածդ, տեսածդ համապատասխանում է քո բանականությանը որոշում կայացնելուն, վերցրու դա և շարժվի։ Այսինքն սա ազդեցության մի ուրիշ ձև է, որտեղ պատասխանատվությունը քո վրա է ընկնում և մոլորությունը նույնպես տարածված երևույթ է, երբ շատ անգամ մոլորության մեջ լինելը հասկանում ես դուրս գալուց հետո։ Տիգրան ջան, մի հաղորդում պատրաստի, վերնագիրը դրեցի հայկական հարց, արի գնանք մեր սայիկներով, սլայդներով, կարծեմ հետաքրքիր է լինելու, որտեղ իմ համար հետաքրքիր էր դա, և սա ամեն հայ համար ինձ թվում է պետք է լինի հետաքրքիր, որովհետև ամեն մարդ այս հարցերին իր մոտեցումը պետք է ցուցաբերի, բայց կա նաև ընդհանուր կողմեր, որոնք դառնում են ոնց չանեցն ասում, հայ ժողովուրդ քո փրկությունը քո միասնության մեջ, քո փրկությունը քո միասնականության մեջ, այստեղ առանցք է գալիս, որն է այն գլխավոր հարցը մեզ դարձնում է միասնական։ Եվ այդ գլխավոր հարցը շատ լավ, սկսած է ձևակերպված, ուրեմն ձեր կողմից պատրաստված սահիկները, համեցեք առաջին սահիկը, եթե կարելի է։ Ուրեմն ձախ կողմում վերևում սա Սան Ստեֆանոյի դահլիճն է, որտեղ Ռուսաստանի առաջարկով հայկական հարցը առաջ բերվեց և դարձավ միջազգային իրավունքի եզրույթ,
Այդ նույն Սան Ստեֆանոյի շենքը, որ Իստանբուլում է, ներքևում է նկարը, այստեղ հայկական հարցը 16-րդներ համար, աջ կողմում դուք տեսնում եք Բերլինի կոնֆերանսը, որտեղ գնացել է երջանկայի շատակ Խրիմյան հայրիկը, աշխարհի մեծերի մոտ 16-րդ հարցը Սան Ստեֆանոյի դարձավ 61, իմ պատկերացմամբ հայկական հարցը հիմա 600-ի շրջանակում է։ Հաջորդը 1915 թվականից ամենը կատարեց Աստծո գործը երկրի վրա, որը աննախադեպ էր քաղաքակրթության պատմության մեջ, $130 միլիոն ծախս, 130-ից ավել որբանոցների խնամք։ Այսօրվա խորը լռությունը անհարիր է Ամերիկայի իր էության հետ։ Այժմ Ամերիկան չի գյանում վերադառնալ եղերնի ժամանակվա իր բարոյականությանը եւ նյութական օգնությանը, ցավոք շարունակում է զոհ դառնալ բացական ուժերին։ Սա ճշմարտություն է, եւ եթե որևէ մեկ ուրիշ կարծիքի է, պատրաստ եմ հետը քննելու։ Այնպիսի օգնություն, որ աշխարհի ամենահզոր երկիրը, ամենազարգացող երկիրը, որի փիքը հասավ հայերին օգնության ժամանակ, որովհետև բարոյական տեսակետից ինքը վեհ քայլ կատարեց հանձինս Վուդրո Վիլսոնի, ցավոք այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգները նահանջ է ապրում լռությանը ապավինելով։ Հաջորդը այս նկարը ես որոշեցի դնել, այնտեղ տեսնում եք Կորդյան հանգույցը, Ալեքսանդր Մակեդոնացուն կանչում են, թե կարող ես այս հանգույցը քանդել, տեսնել եւ զգում եմ բավականին խուճուճ հանգույց է եւ զգում եմ որ էսի քանդել է գործը, ինքը սուրը վերցնում եւ կտրում է։ Հայկական հարցի Կորդյան հանգույցը Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է։ Հաջորդը Հարգելի հեռուստադիտողներ, սա ներքևի մասն է այն խնդրանքի, որը տարածվում է այժմ համացանցում, որտեղ Վիսոյան Հայաստանի քարտեզն է, որով մենք ազատ ելք ունենք դեպի Սևծով տրապիզոնով 19 միլիարդ ֆրանկի հատուցման հարցն այստեղ առաջ քաշված եւ ապառազմականացված գոտի Հայաստանի շուրջը։ Աջ կողմում այն QR կոդն է, որով 105 տարվա Ամերիկայի լռության խզման ստորագրահավաքն ենք հավաքում։ Նախորդը Սոսկ Վուդրո Վիլսոն էր, ուրիշ անգամ ենք Նոյան Տապանովի ելույթներն, այժմ մենք խոսում ենք 105 տարվա ԱՄՆ-ի լռության մասին, մենք ուրիշ մարդ չկա, որ այդ խզի այդ լռությունը։ Ուրեմն խնդրանքս մտեք համացանց, դրեք ինքնաթիռ կամերաները սրա վրա, ֆոտոն ինքը հանում է, որտեղ դուք գրանցում դառնում եք Հայաստան պետության քաղաքացի։ Սա նաև մի փորձ է, ոնց որ համահայկական մարդահավաք անցկացնելու, անկեղծ ասած, ես չգիտեմ, աշխարհում քանի հայ կա, ինչու չենք անում այդ մարդահավաք եւ ամեն մարդ ինչու իր լումա, նույնիսկ եթե մի կողմից մայրն է հայ կամ հայրն է հայ կամ պապն է եւ այլն, նույնիսկ այսօրվա հռոմի պապը 25%-ով, այսինքն պապի հայրը հայ է եղել, մենք պետք է կարողանանք նրանց մտցնենք այս ցուցակի մեջ։ Միասնությունը նաև այս հաշվարկն է ուզում։ Հաջորդը Փարիզի վեհաժողով Գերմանիային պատժեց 23 միլիարդով, թիվը սխալ է գրած 19 միլիարդ ֆրանկ պատժեց Թուրքիային։ Հարգելի հայեր, չմոռանանք, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վուդրո Վիլսոնի նախորդ պրեզիդենտը Թեոդոր Ռուզվելտը հայտարարեց. պատերազմը մեկ զոհ ունի, դա հայ ժողովուրդն է։ Թուրքին պատերազմ չհայտարարելը սրիկայություն է։ Վերապրողներին օգնելով մեզ մխիթարելը դա գեղձ բարեպաշտություն է։ Սա ամերիկյան պրեզիդենտի հայտարարությունն է։ Սանում մենք հասկանանք ինչ բարոյական մթնոլորտ է եղել այն ժամանակ։ Միջալոց Հայաստանը հաղթող երկրների կազմում էր, ասեցի, եւ 19 միլիարդ ֆրանկ Թուրքիան մինչև այսօր պարտքի հայերին։ Հաջորդը ես երկու նկարներ դրեցի, որովհետև քիչ է հիշում սրանց անունները, որովհետև Ջեյմս Բրայսի շնորհիվ հայոց ցեղասպանության հրապարակացման գծով մեծ դեր կատարեց, ինչպես Ֆրիդյոֆ Նանսեն, որը անտեր
առանց փաստաթղթի մարդկանց տվեց Նանսենյան անձնագրեր եւ ազգերի լիգայի կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակվեց։ Մարդկության վեհությունը եղերնի ժամանակ շատ ավելի բարձր գագաթներ ունի, քան թե այն ստորությունը, որ բացասական ուժերն արել են։ Մենք պետք է կարողանանք այս դրական անձնավորությունների մասին ավելի խոսենք, քան թե 70 տարի մեր դահիճը համարվողի արձանը դնենք գլխավոր հրապարակում։ Հաջորդը։ Որոշեցի այս նկարը մեկ անգամ էլ դնել, առաջի շարքում ձախից առաջի շարքում Մորգենտաունը, այս մարդը ահազանգ գտվեց, Cleveland Dutch առաջի $60,000 չեկը գրողն է, երկրորդում 40,000 գրեց, Dutton, Barton, այս խումբն է, որ Նյու Յորքում Cleveland Dutch-ի բիզնեսային գրասենյակը դարձնում են հայ օգնության միության գրասենյակ եւ Ամերիկայի արտաքին գործերի նախարարությունը շուրջ 10 տարի հայերին օգնություն տալու այս խմբի միջոցով է լուծել Եվրոպայի հարցերը։ Հարգելի հայեր, ես գիտակցաբար սա դրեցի, մեծ գործեր է կատարվել, հոյակապ անձնավորություններ են մեծ եկել, երախտագիտությունը արտահայտելու մենք պարտք ունենք այս մարդկանց հանդեպ, գտնելու իրենց ժառանգներին, թոռներին եւ իրենց գերեզմաների վրա մի հատ խաչքար դնելուն։ Սա Ամերիկայի վեհությունը ցույց տվող մարդիկ են եղել։ Հաջորդը ես ուզեցի այս նկարները դնել ձախ կողմից վերևում սա պոլիգոնն է Լենինականի շուրջ 30,000 որբերով, աջ կողմում այդ որբերը շարք են կանգնել եւ կազմել են America we thank you, հերվում, որտեղ հիմա ռուսական զինվորական խարիսկն է, գրված է Near East Relief, սա մերձավոր արևելքի նպաստամատույցն է Ամերիկայի օգնության հիմքը, որ հայ որբերը շնորհակալություն են հայտնում։ Հարգելի հայեր, որբացած ազգ ենք եղել իրոք, մոռանալը դա բուժման ձև չի, սա հաստատված փաստ է, մեզ համար դարձնել ողբերգությունը ոչ առաջնահերթ հարց, դա քննելի է, արտահայտողին քննադատելով եւ իրեն բացատրություն պահանջելով, ինչպես ենք մենք մեր պապերի, տատերի եւ նրանց ծնողների ունեցվածքը, տառապանքը եւ աշխարհի կողմից մեր տված օգնությանը մոտենալու։ Ձախ կողմում դուք երևի տեսաք, մի քիչ շուտ փոխեցինք, այստեղ մի հետաքրքիր գիրք է լույս ընծայվել, ես ուզում եմ դա ցույց տալ։ Այս գիրքը այնտեղ նկարը տեսաք Resolution with Justice, սա լուծումներն է արդարադատության ճանապարհով, ձախ կողմում տեսնում եք ինչքան եւ ինչպես պետք է Թուրքիան վճարի Հայաստանին այսօրվա գներով դառնում է $310 միլիարդ եւ այդ հարցը դնել ոչ առաջնահերթերի շարքում դա իմաստուն չէ։ Հասկանում եմ տակտիկական քայլերը, բայց չեմ ընդունում առանցքային այդ մոտեցումը։ Հաջորդը սա տեսնում եք Սևրի պայմանագիրն է, հաջորդը Ուրեմն երկու հարցեր մնացել են 1920 թվականից հետո չար ուժերի ազդեցության տակ իրար դեմ բախվող։ Մեկը Վիլսոնյան իրավարար վճիռն է, միակ օրինական, որը օրենք է Ամերիկայի ներսում, Ամերիկան այս օրենքը չի կիրառում մենակ մի քայլով, լուրը, պարզապես լուրը։ Ընդդեմ Լենին-Կեմալական 21 թվական Մոսկվայի եւ Ղարսի պայմանագրերի Ամերիկան սահման է գծե, բոլշևիկը չի թողել։ Պատկերացրեք, մենք էլ այն վիճակի մեջ ենք, որ իրար հետ չեն խոսում, Ուկրաինայով են խոսում, Սիրիայով են խոսում, գազով են խոսում եւ ուրիշ իրար դեմ փոքրիկ այլ է, բայց որ Ամերիկան մեր սահմանը որոշել է բոլշևիկները եկել չեն թողել, այս հարցը չի քննարկվում։ Ես չեմ կարծում մեծ իմաստություն է պետք, որպեսզի երկու դեսպաններին կանչել, անկախ նրանից ինչ են ասում իրենք, իրանց ասել կարող ենք մենք իրավաբանորեն, գիտականորեն, օրենսդրական ճանապարհով Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որը մենք ուղղակի ռմբակոծում ենք ամերիկյան
այսպես կոչված քաղաքական էստաբլիշմենտները 61-րդ նամակը գնաց եւ ես գիտեմ որ արդեն Լենինա-Աթաթուրք պայմանագրի եւ Ղարսի պայմանագրերի անօրինականության հարցը Ռուսաստանում հասել է Պուտինի թույլտվությամբ սահմանադրական դատարան։ Հարգելի այր ինչու է սա կարևոր։ Ճանաչեք Անտոնով Միրզախանյանին, ուղղակի այն որ ասում են նույնիսկ մեկ զինվորը կրվի դաշտում իրոք բանակ է, հասցրել է գործը սահմանադրական դատարան։ Մի բան պիտի ասեն, չես կարող քո հանդեպ լինել այդքան նսեմացնող, եթե գիտես դա ճիշտ է, եթե գիտես դա օրինական է։ Երկրորդը խթանենք եւ կողքը կանգնենք ուսուսի Արապապյանին, որը հսկայական գործ է կատարել եւ իմ գիտելիքների մեծ մասը իր գրքերով եմ ստացել։ Հաջորդը ցախ կողմն տեսնում եք Վուդրո Վիլսոնի ստորագրությունը եւ Ամերիկայի State Secretary ստորագրությունը եւ Ամերիկայի մեծ կնիքը այնտեղ աչ կողմում տեսնում եք ինչպես է Լենին-Աթաթուրք պայմանագիրը Ղարաբաղի միջալոց հայ անձնավորությունը մեջտեղում կանգնած տվել թուրքերին։ Քիչ առաջ ես արդեն ասեցի, հաջորդը կարևոր այս վերջի 3 օրենքները, որոնք մեկը մեկի հետևից գալու են, հարգելի հայեր, ես ուզում դուք գիտենաք ինչու է Ամերիկայում այս պայքարը շարունակելու մի րոպե, մեկ սլայդնացը, մի քիչ հետ, մի հատ էլ հետ, այսպես, էլի վայզելի օրենք, ուրեն ամերիկան օրենքներ ունի, որոնք էության մեջ որ մտնում ես, դու զգում ես, որ համամարտկային արժեքները Ամերիկան դարձրել է իր օրենքը։ Էլի վայզել, Նոբելյան մրցանակի գլխավոր մտքին նայեք։ Համակարգված մեխանիզմ զանգվածային բռնությունները աշխարհում կանխատեսելու եւ կանխելու համար։ Հարգելի է, սա օրենք է Ամերիկայում։ Ամերիկան լուրը իր գոյությունացող օրենքի մասին Արցախ առաջի զոհերից էր Կազան երկրորդ։ Մնացած կկարդակ հաջորդը Լիհայի օրենք, սենատոր է եղել, շենքան հետաքրքիր է, եթե Ամերիկան ունի հավաստի տվյալ, որ մեկ անձի իրավունք աշխարհի որևէ կետում ոտնահարված է, ճնշված է, արհամարված է, Ամերիկան դա տեսնում է իր ազգային շահին հարված։ Ուրեմն մարդու իրավունքների պաշտպանություն, սա ազգային անվտանգության հարց է դարձրել Ամերիկան։ Հարգելի հայեր, գիտենանք, այդ երկիրը յուրատուկ երկիր է, դա ոչ իմն է, ոչ Պրեզիդենտին է, ոչ մյուսը, սա մի հետաքրքիր երևույթ է քաղաքակրթության պատմության մեջ, որ այսպիսի օրենքներ է հնարել։ Ուժը կայանում է բռնությունները կանխելու մտադրության մեջ։ Հարգելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ ում համար ես գրել, եթե ինքը չես կատարում, սա ամերիկայության գործն է, հարգելի ամերիկայեր, զրտնեք, Ամերիկան պիտի տեսնի, որ ինքը օրենքը չի գրել լավ երևալու համար, նա պիտի հետևի դրան։ Հաջորդը Ռերիխի պայմանագիր, գիտեք ինչն է դա գրքիր։ Ալիևի ցանկացած քայլ Արցախի պատմամշակութային, կրոնական հուշարձանները, քանդակները ոչնչացնելու դեմ է այս օրենքին, այսինքն ցանկացած եկեղեցու քանդել, խաչքարի փչացնել, կիսանդրիների վերացնել ըստ Ռերիխի պայմանագրի, որը օրենք է Ամերիկայում, այդ Ալիևի քայլերը հավասարեցված են ըստ ամերիկյան օրենքի, հարգելի հայեր, անկեղծ եմ ասում, ցնցված եմ ես, այդ հանցանքները համարվում են պատերազմական հանցագործություններին համարժեք։ Անելիքներ ունեն ամերիկահայերը, մեր նպատակը կոմֆորտ ստեղծելը չի կառավարությանը, մեր նպատակը օրենքի ուղղությամբ տանելն է, Ամերիկան դավաճանում է իր սկզբունքներին։ Հաջորդը տհաճ ցուցակ է Լենին, Ստալին, Հիտլեր, Ջեմալ Էնվեր, Թալյատ, այս խեղաթյուրված երևակայության տեր մարդիկ 20-րդ դարի չարիքների հիմքը դարձան, աչ կողմը հայերի ցեղասպանությունը կազմակերպելով ցախ կողմի մարդկանց հետ, բնականաբար Հիտլերին ինքներդ գիտեք, նույն խումբն է, նույն բացական ուժերը, հաջորդը
Երբ որ խորանում ես, տեսնում ես, որ ձախ կողմի ստորակաշը ուղղակի ասում է, հիմա փող ունեմ, սոցիալիզմի սուտ այլևս չկա, որով Արցախն ու Նախճիվանը մենք վերցրեցինք, Թալյատ հիմա ինչ կաներ, բնականաբար Էրդողանը տանում այդ գիծը, Ալիևի բոլոր պահանջները հայերի հանդեպ դա Էրդողանի խոսքերն են, նրա պահանջներն են, կարողանանք ճշմարտությունը հանենք ջրի երես, հարգելի հայեր, ով ինչ ձև ունի, ես այսպես եմ գտել, հաջորդը, սա հետաքրքիր է, սրա համար ես շնորհակալ եմ Տիգրան Փաշաբեզյանին, շնորհակալ եմ Մարտիկ Կասպարյանին, շնորհակալ եմ Անտոնովին, շնորհակալ եմ Արամին, շնորհակալ եմ Վահեին, ես կուզենայի այս 6 կետերը գնանք, որովհետև սա նաև ուղղություն է տալիս, որովհետև ես փոխված մարդ եմ այս 6 կետերը կարդալուց հետո։ Ես չէի լսե դրանք, եկեք անցնենք այս 6 կետերը, որովհետև ուղին որն է Հայաստանի, որ ճանապարհով են գնալու, անկախ նրանից, որ ղեկավարը ինչ է ուզում։ Եթե դուք գտնում եք, որ այս մոտեցումը ճիշտ է, ես գտնում եմ, որ ճիշտ է, եւ իմաստուն է, կարողանանք գնալ այս ճանապարհով։ Հաջորդը։ Ուրեմն առաջին Գերմանիան վերջացրեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա իր հատուցումների տալը 2010 թվին, հարգելի հայեր, դա տևեց 105 տարի, 110 տարի, Հայաստանը ոչ մի սենտ դեռ չի ստացել, Ամերիկան պարտադրեց Գերմանիային վճարել և այդ երկու պարտադրանքները 1923, 24 և 1928 թվականներին դարձան և օգնություն Գերմանիային, որ կարողանա իր հատուցումները վճարի Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային, միաժամանակ չկաննեցնի վճարումները, նույնիսկ կրճատեցին քանակը, երկարացրին ժամանակները, միայն թե վճարները չկանգնի։ Հիտլերը գիտեք ինչպես եկավ իշխանության, հարգելի հայեր, երկու պայման, էլ չեն վճարելու 33 թիվ և հրեաներին վերացնել։ Ես գիտեմ սա ինչ հարց է, հասկանում եմ դրա ծանրությունը, հասկանում եք աշխարհը ինչ կյանք, ներողություն, ինչ կին վճարեց, որպեսզի այդ պարանոիկը, որ խառնեց իրան ամբողջ աշխարհը եւ բոլորին ասում էր ով է հիշում իմ հայկական ցեղասպանությունը, ինքը շատ լավ էր հիշում։ Մենք կարողանանք գիտենալ ու մոտենում ենք այդ մակարդակի հարցին, այսինքն այստեղ ՆԱՏՕ-ն պիտի ցնցվի, այստեղ կեղծը չպիտի անցնի, այստեղ մենք դառնալու ենք, հայկական հարցը դառնալու է աշխարհի մեր մեծ գերտերություններին անկեղծության ճանապարհի դառնող ուժը։ Տվեք ինձ այդ լծակը ճշմարտությունն է եւ օրինականությունն է։ Հարգելի հայ իրավաբաններ, հարգելի հայ պատմաբաններ, հարգելի հայ լեզվաբաններ, պոետներ, սա ձեր տաղանդը եւ հանճարը բացելու տեղն է։ Հոլիվուդը ստեղծած է ցնցելու համար։ Պիտի ազդվես։ Առայժմ մեր ցավը չի դարձրել հոլիվուդյան թեմա։ Հաջորդը։ Հայաստան ու Վրաստանը նույն վիճակի մեջ են, չնայած վրացիք $50 միլիոն տարեկան ստանում են, որպեսզի Աբխազիայի գիծը չբացեն։ Նրանք կարծում են, թե ընկերներ են գտել եւ Ալիևը հարցերը փակում է աղքատ Վրաստանին մեր նման շրջափակված յուղին, չնայած ծով ունի գնալու։ Մենք պիտի կարողանանք հասնել, որ Հայաստանն ու Վրաստանը զինված չեզոքության գնան, եւ այդ զինված չեզոքությունը պիտի ապահովված լինի Ամերիկայի, Ռուսաստանի եւ Եվրոպայի միության կողմից։ Ինչու եմ այս երեքին նշում, խանդը վերացնելու միակ միջոցը դու Ռուսի կողմը գնացիր, դու Եվրոպա գնացիր, դու Ամերիկային ես մոտեցել, չէ, երեքիդ հետ լավ է, մի խանդը ինձի, ապահովեք իմ չեզոքությունը։ Քաղաքակրթություն ստեղծած ազգը այս ճանապարհով է գերտերությունների հակամարտությունը մեղմացնելու ճամփա գտնելու։ Առայժմ սեղանին չի դրված այս հարցը, բայց ես կուզենայի, որ ամեն հարց մտա, դուք կուզենայիք լինեիք զինվար չեզոք, մանրամասնությունների համար գնացեք տեսեք Շվեյցարիայի վիճակը։ Հիտլերը չհարձակվեց այդ երկրի վրա, որովհետև ամեն տուն դարձել էր ամրոց, թնդանոթ էին դրել, հրանոթ էին դրել, այնտեղ գնդացիր էին դրել, ավտոմատ եւ իրեն բացադրեցին, աման Հիտլերնային շղթան մտար, դուս չես կամ։ Հիտլերը չմտավ այնտեղ։ Հիմա
Մենք ունենք այդ կարողությունը, ես տեսնում եմ անձեր կան, որոնք իրենց նախաձեռնությամբ խմբեր են կազմում ինքնապաշտպանական, իմիջիայլոց մեր երկրապահներն ինչ են, մենք պիտի ուղղակի դառնանք ազգ, պետություն, որը ինքնապաշտպանություն ունի, ունակ է, որ գազանը չարձավի քորորա, միաժամանակ իրավաբանական ստատուս ունի, չեզոք մնալու երաշխավորված Ռուսաստանի, Ամերիկայի եւ Եվրոմիության կողմից։ Այս հարցը պետք է բարձրացվի եւ դուք կտեսնեք ով է անկեղծ այնտեղ։ Ի վերջո, եթե անկեղծ չեղար, Հիտլերի նման 15 տարի կդիմանաս, Լենինի նման 80 տարի կդիմանաս։ Կյանք ինչպես է, զգում եք երկար չեն մնում։ Ինչու՞։ Ստի վրա է հիմնված։ Հաջորդը։ Մենք միաժամանակ դառնում ենք հարթակ այս երեք երկրների երկխոսության հաջորդը։ Ռուսաստանի կառավարությունը Լենինը, բոլշևիկները 1917 թվականի դեկտեմբերին արդեն դեկրետ են հայտարարում Հայաստանի անկախության մասին, ինքնության մասին։ ԱՄՆ-ն ունի ինքը վիրուվիսուն իրավարար վճիռ։ Ֆրանսիային է տված Կիլիկիայի մանդատը։ Հարգելի հայեր, հարգելի պատմաբաններ, լեզվաբաններ, սրտացավ հայեր, այս հարցերով է որոշված հայկական հարցը։ Այս երեք եկել միացել են Մինսկի խմբի մեջ են մտել, մոռացել են, որ իրենք որոշումներ ունեն մեր մասին, հայկական հարցի մասին։ Արցախի հարցը հայկական հարցի մի մասն է։ Իրենց որոշումները մոռացած եկել են այնտեղ փոքր հարցեր են քնում, թե ինչպես Սիրաշահեն Ալիևին նավթի գինը ինչ կան իջացնեն, ոնց անենք, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքվի, մենակ չխոսեք մեր պարտականություններից։ Հարգելի հայեր, հարգելի դերասաններ, հարգելի պոետներ, հարգելի գրողներ, հարգելի աշակերտներ, բժիշկներ, ինժեներներ, սա մենակ մեկի գործը չի։ Մենք պիտի զարթնեցնենք առաքինությունից հեռացած գերտերություններին։ Իդեան Վիլսոնյան 14 կետերը եւ իրավարար վճիռը, Ֆրանսիայի մանդատը, նույնիսկ Լենինյանը անկախությունը Հայաստանին տված, նրանց որոշումները մեկ է գալիս ես իրենց արտահայտություններին այսօրվա եւ քայլերին զգում ես, որ առաքինությունը կորել է, սա վտանգավոր է քաղաքակրթության համար։ Հաջորդը Պանթուրքիզմը, նոր ֆաշիզմը, նրանք գնում են այդ ճանապարհով, այսօրվա Թուրքիան դա մեր պապերի, մեր տատերի, մեր գերդաստանների արյունի վրա է կառուցած եւ նրանց հարստությամբ։ Սա ճշմարտություն է։ Ով ինչպես ուզում է խոսի հետը։ Եթե դու մի երկրում 2600 դատարկ եկեղեցի ունես եւ շուրջ 400-450 եկեղեցական վանական համալիրներ ունես, եթե Կիլիկյան կաթողիկոսությունը մինչև 32 թիվը Կիլիկիայում դեռ մնացել է, եթե քո հին աստվածները լեմրուտ դաղում են, եւ եթե քո մհերը վանում է, հարգելի հայր, մենք պետք է ճամփա գտնենք, որովհետեւ հիմա պարզվում է թուրքերի 50-60% պես հայ են կամ հույն են, 50%-ով 25%-ով նկատի ունեմ մի մասը հայ, որովհետև այնտեղ ծաղր եւ կատակով հարթայտություն կա, որ ինձ մի սփյուռքահայր ասեց, մեզի քուրդերը ասում են բոլոր հայերը իմ քերիներն եք, ասում են ինչու ես ասում ես, որովհետև բոլորիդ ասում է աղջիկներ եւ կանանց փախցրել։ Հիմա սա իրականությունն է։ Հիմա ով ինչպես է ուզում չտեսնել իրականությունը, որը կոմֆորտ զգայինք իրեն, դա թողնենք իրեն խղճին, իմ մոտեցումը։ Թուրքի կեսը եթե հայ եւ եթե ոչ ավելին հույն է, մոտեցումը պետք է լինի, որ ինչպես անենք, որ մենք եւ կոթողները կարողանանք պահել եւ որոշ իրավունքներ ունենանք մեր պատմական կոթողների հանդեպ, հողի հարցը առայժմ դնենք կողքի, գուցե մակի մակարդակին մշակույթային այդ հուշարձանների պահպանման մասին գա առաջինը, սահման բացելը, տրապիզոնով ելքալները եւ այլն դնենք կողքի, որովհետեւ դուք գիտեք չէ ՆԱՏՕ-ն ինչպես ստեղծվեց, երբ ֆեդերացիա ստեղծեցին ֆրանսիական, ամերիկյան, անգլիական մասերը
Գերմանիայի գրաված 1945 թվականից հետո մենք զարմանում ենք ինչու են գրում Ֆեդերատիվ Ռեսպուբլիկա Գերմանիա հետո մի ասի հասկացել են որ զավթը նստել է բայց Գերմանիան պարտ կտալ չի կարող եւ այդ խելացի հետ մտածել եկեք ֆեդերացիա ստեղծենք yani մեր գրավածն է բայց միացնում ենք իրար սկսեք վճարել հարց է ցակում բա որ հանգարց սովետական միությունը հարձակվեց ՆԱՏՕ կստեղծենք դեզի կպաշտպանենք Ֆեդերատիվ Գերմանիայի պահպանման համար ստեղծած ՆԱՏՕ-ն, որը բնականաբար սովետական միության դեմ էր ուղղված, լրիվ ծածկեց հայկական հարցը։ Ամեն հայ պետք է գիտենա ինչ է Ֆուլտոնի ճառը, որ արտասանեց Չերչիլը, որ նույնիսկ Ամերիկայի prezident լուրջ ուներ ինչու մասին այդ թեման, Տրումենը։ Այնտեղ բարձին կդրեց, տակից այնպես մտցրեց, որ անգլերեն խոսացող ազգերը պետք է միավորվեն, որ մենք մեր օդանավակայանները տալիս ենք Ամերիկային օգտագործելու, որ մենք պետք է վարակույրը, երկաթյա վարակույրը խորհրդամիության դեմ, հայկական հարցը, որը սառեցվել էր մինչև այդ, մեկ էլ հանկարծ սառեցումից տարավ ֆրիզերը դրվեց։ Մեր դերն է հասկանանք ինչպես դա առաջ բերենք։ Սա պարզ երևում է Անգլիայի ծավալապաշտական, այսպես կոչված Մեծ Բրիտանիան, պարզ երևում է նաև Ֆրանսիան ինքը գաղութային երկիր է, իրենք չեն կարող իրենցը գաղութ պահել եւ հարստություն ապահովել տալանելով հայերիս հարցը գոյատևական է։ Դա համար ասեք մի մարդու կարծիք չկա եւ ես կուզենամ այս հարցերը բարձրացնել ամեն մարդ ինքը իրեն Բուդդայի պես հարց տար։ Հեչ արձագանք տալիս է այս հարցը քո մեջ թե չէ դու ինչպես ես մտածում, դու ինչ կարող ես անել։ Հաջորդը կընտրեմ։ Մեծ մերձավոր արևելքում կայուն խաղաղություն հաստատելու հարցը։ Հարգելի հայեր, այս հարցը այն ժամանակ է դրվել։ Ամեն մարդ պետք է գիտենա այն անձին, որի մենք հիմա ցույց կտանք։ Հաջորդը։ Ձախ կողմում Վուդրո Վիլսոնն է։ Աջ կողմում այն գեներալն է, որին Վուդրո Վիլսոնը տվել է 50-ից ավել անձնակազմ, որպեսզի գա Հայաստան, ուսումնասիրի, շատ հեռատես մարդ է եղել։ Հայաստանին բերած օգնությունը նավով առաջի 5%-ը Բաթումից վերցնում տանում է Թիֆլիս, տալիս է Վրաստանի կառավարությանը մի խնդրանքով օգնեք մեզի անվնաս մնացած օգնությունը հասցնենք Հայաստանին։ 5%-ը այդ հարբորտը վերցնում տանում է Բաքու։ Այսինքն ասածը 20-21 թվերն են։ Դա 22 գուցե։ Բաքվին մի պայման է դնում։ Ձեզ եմ նվիրում, մեր բերած Հայաստանի օգնություն 5%-ը չխանգարեք Հայաստան տեղափոխելուն։ Հաջորդը 60 էջանոց իր ռիպորտն է Վուդրո Վիլսոնին հարգելի հայեր 100 տարի հետո ոչինչ չի փոխվել եւ մենք պարզապես հայլու դեր ենք դառնալու Ամերիկայի համար եթե ինքը չի հետևում հարբորտի այս ցուցումներին շարունակելու էինք այսօրվա Գազայի եւ Իսրայելի Իրանի եւ Իսրայելի բախումների մեջ ընկնելուն։ Հաջորդը խնդրեմ։ Ուրեմն հստակ աջակցություն Հայաստանին, անկախ Հայաստան պետության ստեղծումը, դա համարվում է բարոյական պարտավորություն ցեղասպանության եւ պատերազմի ընթացքում տեղի ունեցած ավերվածություններից հետո։ Աշխարհում ոչ մի ժողովուրդ այդքան արժանի չի ազգային օջախի եւ պաշտպանության, որքան հայերը գրում է Հարբորտը, ընդգծելով նրանց ցավն ու դիմացկունությունը, հաջորդ կետը Հարբորտի։ Նա առաջարկեց ու Միացյալ Նահանգները պետք է ընդունեն ազգերի լիգայի մանդատը Հայաստանի նկատմամբ, շեշտեմ, չընդունվեց, այսինքն Ամերիկան այն ժամանակ էր բոլորը Վուդրո Վիլսոն չէին, բայց Վուդրո Վիլսոնին հաջողվեց մտցնել եւ մեծ կնիքը վրան խփել իր իրավարար վճռի ստորագրությամբ հանդես։ ԱՄՆ ժամանակավորապես կառաջնորդեր կամ կաչակցեն օրաստեղծ պետությունը ապահովելով անվտանգություն եւ խաղաղություն, քաղաքացիական կառույցների ձևավորում, մարդասիրական օգնություն եւ վերակառուցում։ Հաջորդը Գեներալ-մայոր Հարբորտը ընդգծում է, որ Հայաստանը չի կարող գոյատևել առանց միջազգային պաշտպանության։ Սա այսօրվա խոսք չի, հատկապես Թուրքիայի եւ բոլշևիկյան սպառնալիքների պայմաններում։ Մարգարե գիտեք ինչ է, չէ՞։ Ապակա գուշակող հասկացել է։ Հաջորդը
անհապաղ մարդասիրական օգնություն, հստակ կոչ է անում, սննդային, բժշկական, վերակառուցման օգնության տրամադրում, նկարագրում է Հայաստանը որպես ամբողջովին ավերված երկիր, այրված քաղաքներով, ոչնչացված գյուղատնտեսությամբ, սովամահ եղած եւ տեղահանված բնակչությամբ։ Նա զգուշացնում էր, որ առանց անհապաղ աջակցության հազարավոր հայեր կարող են մահանալ, իսկ կենսունակ պետության հույսը կորչել։ Սա 20-ական թվերն է, հարգելի հայեր, սա այն անձն է, որը զգում է, որ անաչառ է, անկեղծ է, Ամերիկայի աչքն է, նաեւ սիրտն ու հոգին։ Պարզ զգում է, որ առաքինի անձնավորությունը հաջորդը Սահմանների եւ անվտանգության երաշխիքներ։ Հարբորդը նույն անձը շեշտում է Հայաստանի հստակ սահմանակցված պաշտպանված սահմանների անհրաժեշտությունը։ Նա ընդունում, որ հայերի համար կենսական նշանակություն է վերսկել Վան, Էրզրում, Բիտլի շրջանները, թեև դրանք վիճարկվում են թուրքերի եւ քրդերի կողմից։ Հաջորդը Հարբորդը խորհուրդ էր տալիս, որ ԱՄՆ կամ այլ միջազգային ուժ այդ սահմանները պաշտպանեն անհրաժեշտության դեպքում նույնիսկ ռազմական ճանապարհով։ Ուշադիր եղեք, ինքը չի ասում անցի Ամերիկայի կողմը հայ որ ռուսի դեմ կռվեմ, ինքը չի ասում անցի իմ կողմը պարսիկի դեմ կռվեմ։ Նա իրոք որ առաքինի անձնավորություն է, եւ եթե մենք այդ բարձրությանը չենք բարձրանալու, ամեն մեկ գլխից մի ձայն է ելնելու առանց հարատևելու լիցքի։ Հաջորդը շատ եղեք ինչպես է խոսում բաթը։ Թեև զեկույցը բացահայտ ճշտամական չէ Թուրքի նկատմամբ, այն խստորեն դատապարտում է թուրքական իշխանությունների կողմից իրականացված վայրակությունները հայերի նկատմամբ։ Մշտական զգոն Ամերիկան կորցրել է այդ զգոնությունը։ Ինչու՞։ Թուրք ասում է, մենակ վիտրովիզնից մի խոսի ամեն ինչ կանեմ։ Մենք ենք վճարում Թուրքիան Ամերիկային հպատակվելու գինը։ Ռուսը մենք ենք վճարում Ռուսի Թուրքի հանդեպ մերձենալու գինը, որովհետև ռուսը լուր է, Լենինաթա թուրք եւ Ղարսի պայմանագրերի մասին, եթե ինքնաթիռը չխփեց։ Հաջորդը Հարբորդը դժվար էր ԱՄՆ-ին խուսափել Թուրքիայի հետ նոր քեմալական քաղաքական ուժերին լիարժեք վստահելուց հայերի խաղաղությունն ապահովելու հարցում։ Հաջորդը ամփոփում ճանաչել անկախ Հայաստան պետությունը, դիտարկել ազգերի լիգայի մանդատը վերցնելը Հայաստանի վրա, տրամադրել անհապաղ մարդասիրական օգնություն, որը արվեց, ապահովել Հայաստանի անվտանգությունը եւ սահմանների պաշտպանությունը, սա ապառազմական գոտին է, գործել բայական դիրքերից, ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի օգտին, սա իրոք մարգարեական արտահայտություններ են եւ ճշմարտությունը որտեղից է գալիս։ Հաջորդը Ես փորձեցի երկու այսպես սխեմա անել, առաջինը քիչ առաջ ասեցի, ուրեմն 43 միլիարդ դոլար ինչպես է վճարվել, վերևի շարքի առաջի այդ սեղանանման սլակը, երկրորդ 23 թիվ Գերմանիան հրաժարվում է վճարելուց իր պարտքը Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային, Ամերիկայի State Department-ի քարտուղարը գալիս է 500 միլիոն դոլար Գերմանիային պարտք է տալիս տոկոսով պայմանով վերսկսի վճարելը 1923 թվականին որպիսի առաջին համաշխարհային պատերազմի հատուցումները Գերմանիան վճարի եւ այս հարցը կարգավորի Ամերիկայի State Department-ի քարտուղարը Յանգը ստանում է Նոբելյան մրցանակ խաղաղության համար հայկական հարցում դեռ Նոբելյան մրցանակի տեխնացու չունենք 28 թիվ Ամերիկայում Սակարանի անկում Գերմանիան հայտարարում որ չի կարողանում վճարել ուղարկում են երկրորդ տնտեսագետին, որը քչացնում է վարձի քանակը, երկարացնում է վճարումի ժամկետը, դուրս է բերում անգլիական, ֆրանսիական, բելգիական զորքերը Ռուրի նահանգից Գերմանիայի, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո մնացել են այնտեղ, մինչև պարտքը չտաս։ Գերմանիան հենց տեսնում է, որ օտար զորքերը իր երկրից դուրս են գալիս, վեր սկսում է վճարելը ավելի հարմար ժամկետներով, նախորդ սահիկը խնդրեմ,
Ուշադիր եղեք, 33 թիվ, քիչ առաջ ասեցի, Հիտլեր չեմ վճարելու եւ հրեաներին վերացնելու եմ։ 1953 թիվ այդքան տևեց մինչև խելքի եկան Գերմանիական ֆեդերատիվ հանրապետություն ստեղծեցին, վճարը վերսկսեցին, Լոնդոնում հանդիպելուց հետո որոշեցին 50% չենք ուզում։ Վճարը վերջացվեց 4 հոկտեմբերի 2010 թվականին։ Հարգելի հայեր, Գերմանիայի վճարը Անգլիային, Ֆրանսիային եւ Բելգիային առաջի գիծն է, ներքևի գիծը։ Ոչ մի սենտ հայերին առայժմ չի վճարված եւ այդ վճարողի համար Նոբելյան մրցանակի խաղաղության Նոբելյան մրցանակը սպասում է։ Լռությունը դարձել է հայկական հարցիատությունների հայցի մասին գերհզոր երկրների քաղաքականությունը Թուրքիա է սիրաշահում։ Հաջորդը Այս նկարը գտած շատ հետաքրքիր ինչպես է առաջի ոսկին հատուցումների գծով եկել, որովհետև այդ բոլոր հատուցումները, որ Գերմանիան տալիս էր Անգլիային, Ֆրանսիային եւ Բելգիային, դրանք չմնացին այդ երկրում, այդ երկրները պարտք էին Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Եվ երբ իրենք կարծեցին, թե կռիվը բրծավ, իրենք հաղթեցին, կրկնում եմ, Հայաստանը հաղթող երկրների շարքում էր այդ ժամանակ։ Գերմանիան վճարելիք չունի, ինչ են անում, հանկարծակի Թուրքիան պետք է մի բան վճարի, ինչ արեցին այդ ժամանակ, հարգելի ունկնդիրներ, հարգելի հայեր, քույրեր, եղբայրներ, ցավալի է, բայց փաստ է։ Թուրքիային պահանջ է տնում Գերմանիան, որ պետք է վճարես։ Թուրքիային ասում պետք է վճարես, Թուրքիան տեսնում է վճարելիք չունի։ Եվ այդ ժամանակ Թալյաթը Տեր-Զորի գավառապետ էր նշանակե գավառնար իր մոտիկ ընկերոջը եւ այդ ընկերը, որովհետեւ հայկական ճարտ հիմնականում Տեր-Զորում գնաց եւ Թալան այնտեղ գնաց, այդ գավառապետը ավելի հարուստ էր դարձել, քան թե Թուրքիան էր։ Հրաման են տալիս բռնել իրեն, ինչ եղավ դա թողնենք պատմաբաններին, տոննաներով ոսկի արծաթ վալյուտա Թուրքիան հավաքում է, հայերից գողացածը, ուղարկում է Ռեյսբանկ։ Ռեյսբանկը հասկանում է, որ եկավ մի մեծ գումար, որը պետք է ուղարկվի, բարձում են նավերն, ուղարկում են Լոնդոն։ Լոնդոնը տեսնում է, որ պարտք է եկել, ասում է, սրա վրա հայկական առում կա, եկեք սա ուղարկենք պարտքի տեղը Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հաջորդը։ Չէ, մի քիչ հետո սա, նախորդը խնդրեմ։ Դուք տեսնում եք հայկական ոսկին հասել է Նյու Յորքի նավահանգիստ, այս հայկական ոսկին է դարձել Ամերիկայի ոսկու պաշարի, այսպես ասենք, թթխմորը։ Մեր բողոքների մեջ դա ոչ թե սոսկ նամակներ է գնացել, մի քանի նամակ գնացել է ձևի հարգելի պրեզիդենտ, Ամերիկայի քաղաքացիներն ուզում են իմանալ, պապերի, տատերի, որբերի, թոռներն ուզում են իմանալ, որ բանկում է հայկական ոսկին։ Հաջորդը հայ-իսրայելական հարաբերությունները մի եզր գտնելու համար, որպեսզի լավացվեն եւ համատեղ աշխատանք կատարվի, այս անձը, այս գեներալը իր հետ մի քանի ուրիշ գեներալների հետ միասին կազմակերպել է Խարբերդի ջարդը եւ արտաքսումը ժողովրդի։ Հիտլերը այս մարդու փորձն է օգտագործել ողջագիզման ժամանակ։ Հայ պատմաբաններ Հայաստանի ցեղասպանության թանգարան կապվել իսրայելցիների հետ այս հարցը առաջ տանելու համար։ Պատմական փաստ է, ես չեմ, թուրքերը չեն մասնակցել Խարբերդի հայաթափմանը, գերմանացիներն են արել։ Հետազոտություն է, դեմ չեմ սուրճ խմելուն, դեմ չեմ կենաց ասելուն, դեմ չեմ հարբեցողությանը, եթե չափը պահում եք, հարգելի պատմաբաններ, իրավաբաններ, այս հարցերը ձեզ են սպասում, ոչ մեկը չի ասելու, նախաձեռնություն վերցրեք ձեռքդ։ Ի վերջո այս կյանքում հաղթում է մտադրության այն վեհությունը, որը քեզ քայլի է տանում։ Քայլդ կարող է սխալ լինի, մի վախենա, բայց մտադրությունն է որոշում ելքը։ Հարգելի պատմաբաններ, հարգելի ցեղասպանության մասնագետներ,
քույրեր եղբայրներ, մենք հզոր ժողովուրդ ենք։ Մատենադարանը մեզի այդ լիցքը տալիս է։ Բարձրացրեք այս հարցը, ինչպես հայերի տեղահանման եւ ցեղասպանության մեջ Գերմանիայի դերը եւ նրանց փորձը ինչպես Հիտլերը օգտագործեց ողջագիծման ժամանակ։ Խնդրեմ ձեզ գիտական սիմպոզիումի նյութ հաջորդը։ Ուրեմն հայկական հարցը մեծ տերությունների հետ 14-ից 18-ը լրի ուրիշ մոտեցում է, 39-ից 45 թվական լրի ուրիշ մոտեցում է, 47-ից 91 սառը պատերազմ լրի ուրիշ մոտեցում է, 1991-ից հետո ես շատ կուզենայի, որ Հայաստանի վարչապետը ոչ թե ոտի տակ գցեր իր նախորդներին, որ հաջորդն էլ իր հետ այդպես չվարվի, այլ հավաքեր 4-ին եւ ասեր 91-ից հետո հայկական հարցի տարերը, տարածքային հարց, թալանի հարց, հողի հարց, մշակութային արժեքների հարց, եկեղեցիների հարց, ծպտված հայերի հարց, իսլամացած հայերի հարց, այս հարցերին ինչպես են մոտեցել։ Դրա համար ես այդտեղ 4 հատ բառ եմ բերել, մեկը կոչվում է ապաշխարություն, հարգելի հայեր, ես չգիտեի այդ բառը ինչ է նշանակում, շատ է օգտագործել ապաշխարած, բայց չեմ հասկացի ինչ է ապաշխարել։ 2 ամիս առաջ եմ հասկացել։ Եկեք այդ բառը միատել։ Ապաշխարել նշանակում է անկեղծ ընդունի սխալդ եւ խոսք դուրել չես կատարի։ Մարդը սխալական է։ Ուրեմն ապաշխարել նշանակում է սխալը ընդունել, զղջալ, խոսք տալ չանել։ Ներենք նախկին ղեկավարներին, ներենք այսօրվա սխալ թույլ տվողներին մի խնդրանքով։ Խոսք դու որ ապաշխարում ես։ Մի հատ ընդ բառել կա հայերեն, ասում են Տեր ողորմյան, Ջոելինի Միչայելոց այդ երկը շատ է երկում, մտել նորը Այա Սոֆիայում է երկել, ինչ նշանակում ողորմյա։ Կան հետաքրքիր բառը։ Հարգելի հայր, չստացվի, ես դասախոսություն եմ կարդում, բայց այդպես է ստացվում, որովհետև 2 ամիս առաջ եմ սովորել, Քրիստոնյա Հայաստան գրքում եմ կարդացել։ Ողորմածինել նշանակում է քայլ, որը կատարվում է սիրով եւ գթությամբ։ Միայն դու գիտես, հարգելի հայ, այս քայլը ողորմած քայլ է թե չէ։ Եթե դու սիրով ես արել եւ գթությամբ, գիտի հավերժ է գնալու։ Ուրեմն առաջի բառը ապաշխարություն, մեղքերի հասկանալ եւ զիջել, ողորմածություն, սիրով եւ գթությամբ կատարած քայլ։ Երրորդը շատ լավ բառ է։ Այս բոլորս կարիք ունենք սրա, ին վրա ազդել է։ Ինչ է ճշտագում օրտնված լինես։ Տեր Աստված օրտնի։ Տեր Աստված օրտնի Նոյան տապանին եւ այսօրվա հաղորդում ինչ անշնորհ։ Տեր Աստված օրտնի ինձի, օրտնի զավակներիս։ Տեր Աստված օրտնի այս տունը, հիշում եք դες բաներ կային։ Դումնասի օրտներ նշանակում է կարճ։ Շնորհք դուր ես հարցրելուց։ Որն է այդ շնորհքը։ Օրտներ ինձի գործել սովորեմ, օրտներ ինձի ճաշեպել սովորեմ։ Հիմա կինս կասեր դրա համար շատ որովհետև շնորհք չունի։ Հարգելի հայր, օրտնակը դա է։ Ձերք բերենք այդ շնորհքը միջազգային քաղաքականության ոլորտում, մենք ուրիշից կախված չենք, բայց պարտավոր ենք մենք մեր հետ կատարվածով իրենց բարձրացնենք բարոյական մակարդակի վրա, ուրիշ հարց չկա այստեղ լուծում։ Եվ հաջորդ սլայդ։ Հայրենի ինքան հետաքրքիր է, մեկ փաստ, աչքովուն ներքևում Պաուլոսն է, աչքովուն վերևում Ստալինգրադը հաղթեցին, ինչու այսօրը կարևոր գիտեք։ Փետրվար 2 1943 թվական Փետրվար 2 1943 Պաուլոսը հանձնվում է 300 հազարանոց գերմանական բանակը շրջափակումից 90,000-ն է մնացել Ուրան կոչվող օպերացիան Վասիլևսկու եւ Ժուկովի կողմից կազմակերպած կոտրեց երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի ողնուղեղը ինչու է սա կարևոր այն օրը որ Պաուլոսը հանձնվեց եւ Ստալինգրադում ինքը պարտվեց, այդ օրը Հիտլերը հերագիր է ուղարկում Թուրքիայի պրեզիդենտին, որ հրաման եմ տվել Թալիատ Փաշայի աճունը հանել Գերեզմանից եւ ուղարկել Իստանբուլ, ակնարկը բացեք Կովկասյան ճակատը։
44 օրվա Արցախյան պատերազմը 2020 թվականին Ռուսաստանի օգնությամբ Հիտլերի նպատակների իրագործումն էր Թուրքին սիրաշահելու բոլշևիկյան մոտեցմամբ առանց սոցիալիզմի գաղափարի։ Ռուսը չզգաց ինչ արեց։ Հիտլերը հասկացավ, որ ինք ուզում էր Ստալինգրադը գրավելով Բաքվի նավթին տիրանար։ Հիրածննդյան օրը Բաքվի նավթով տորտ են տալիս իրեն։ Բայց Հիտլերը համաձայնվեց, որ Թուրանը թող կազմվի, մեկը դառնալու է հակառուսական։ Հարգելի հայեր, սրանք պատմական փաստեր են, եթե միտեղ ես սխալ եմ ներող կլնեք, բայց սա պատմական փաստ է։ Այդ օրը Երուշոր չհիշեց, նա շատ լավ հիշում է հայկական ցեղասպանությունը եւ գիտի ինչ է նշանակում Թալյաթի աչյունը տեղափոխել։ Երբ Աթաթուրքին ասում են, այս ո՞ց կառուցեցիր Թուրքիան քանդված Օսմանյան կայսրության վրա, Աթաթուրքը չի թաքցնում։ Ես բան չեմ արել, ամեն ինչ Թալյաթն արել էր։ Սա պատմական փաստեր են։ Հաջորդը ինչ է օրհնություն, շնորհ ձեռք բեր։ Ինչ է ողորմություն, սիրով եւ գթության բարակայլդ, ինչ է ապաշխարանք, սախալդ ընդունի, խոստովանի, ձգտիել չանես, ինչ է առաքինություն, տեսլականդ, միտքդ, խոսքդ, քայլդ ներդաշնակ դարձրու։ Հաջորդը հայկական հարցը եւ ես, հարգելի հայեր, հայկական հարցը եւ մենք, հայկական հարցը եւ տարագիր հայությունը, ասկի 80% դուրսն է, նոր ձայներ են պետք, նոր մոտեցումներ, հայկական հարցը եւ Հայաստանի կառավարությունը, հայկական հարցը միջազգային օրենքը։ Հայության միասնականությունը պայմանավորված է հայկական հարցի ողբերգականության խորը գիտակցմամբ եւ միջազգային ասպարեզում օրինականությունը վերականգնելու մեծ երազանքի հետ։ ՆԱՏՕ-ն չկարողացանք քանդել, հայկական հարցը չի լուծվի։ Հաջորդը Սրանով ուզում եմ նախավերջինն է սա։ Ովքեր ցանկանում են բարձրանալ հոգևոր իրազեկության լեռը, պիտի ընդունեն, որ այդ ճանապարհը անձնուրանց ներքին աշխատանք է։ Նրանց համար, ովքեր հասել են Տիրոջ հետ միասնության գագաթնակետին, ճանապարհին լռություն ու խաղաղություն են ձեռք բերում։ Հարգելի հայեր, հարգելի քույրեր, եղբայրներ, առանց աղոթքի եւ առանց խոկելու սա չի լինում։ Աղոթքը եւ խոկելը այլ ընտրանք չունեն։ Եվ վերջինը կյանքի ծովում կողմնորոշելու եւ նավարկելու համար իմաստնախնդիր անձը ինքնաբերաբար ձեռք է բերում իմունիտետ, եսով պայմանավորված փառասիրության եւ մեծամտության հանդեպ, միաժամանակ ձերբազատվում է երևակայության հաչելիով ներծծված պատրանքներից։ Սա բավական դժվար եւ խիտ նախադասություն է, որը նախ եւ առաջ ես կարիք ունեմ սրան։ Այս վիճակը տեսլականի հետ նույնացված հավատացյալին մարտադաշտում պայքարի ելած մարտիկին է տրվում միայն իր նահատակվելը ոգու հավերժության հետ նույնացնելով։ Երեք երբ Գևորգ եղբորս տղան Միքայելը տպում էր այս բոլորը ինձ համար թողել էր իր քննությունների գործերը, ասում է հոպար, հա, ասա Միքայել ջան, հոպարս վերջի արտահայտությունը ոնց որ թե մահ անմիջացյալ մահն է, մահի մացյալ ամահությունն է։ Ասի դու ճիշտ ասիր, բայց այդ նույն մտքին ես ուրիշ ճանապարհ եմ գնացել։ Վերջինը խնդրեմ եղած է։ Ուրեմն ես Տիգրան Հարությունյանի շնորհակալություն եմ խնդրում Նոյան Տապանից հնարապես ձեր ժամանակի համար կնոջս երեխեքիս թորներիս եղբայրներիս քույրերիս հարցերից բոլորին ինչ նպատակը ինչն է ստեղծեք այն մթնոլորտը որպեսզի հոգիդ բացվի այս կյանքը դրա դրսևորումն է առաքինությունը մեր նպատակն է դառնում Շնորհակալություն Տիգրան ջան, բարի երթ, հայկական հարց եւ ինչ եմ ես անում։ Շնորհակալություն պարոն Պիլոսյան, սիրելի բարեկամներ, դուք լսում եք պարոն Պիլոսյանի ներկայացումը, պրեզենտացիան հայկական հայցի հետ կապված, ես կարծում եմ դա ձեր շատերի հոգուն կպավ, բայց ինձ խնդրում եմ պարոն Պիլոսյան հնարավորություն տալ ձեզ հարցեր ուղղել, պատասխաններ ստանալ։ Ես խոստանում եմ, որ մոտակա ժամանակներում մենք առիթ կստեղծենք, որպեսզի
դա լինի ոչ թե ձեր խոսքը, այլ ձեր պատասխանները այս խոսքի հետ առաջացած բազմաթիվ հարցերին, որը կարծում եմ հայության մեջ շատ է։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, շնորհակալություն ձեր ներկայացման համար։ Սիրելի բարեկամներ, սրանով հաղորդումը ավարտվում է։ Մաղթում եմ ձեզ ամենայն մարիք եւ մինչեւ նոր հանդիպում։